Ամերիկահայ համայնքը օվկիանոսի այս կողմից ուշադիր հետևում է Հայաստանի առաջիկա համապետական ընտրությանը, հատկապես այս մեկին, որից հետո փոխվելու է երկրի կառավարման համակարգը եւ խորհրդարանն է ստանձնելու երկրի ղեկը։ Բայց սոսկ դիտորդի դերը շատ ամերիկահայերի կարծիքով սահմանափակում է Հայաստանի կյանքին մասնակից դառնալու հնարավորությունները։ Մի քանի տարի առաջ Երևան եկավ խորհրդարանում Սփյուռքի մասնակցությունը ապահովելու գաղափարը, որը հստակ ձևակերպեց հրապարակախոս Հարութ Սասունյանը, ստեղծել 10 միլիոնանոց Սփյուռքը համակարգող մարմին, որին էլ աթոռներ վերապահել խորհրդարանում։ Այսօր, երբ մեծանում է խորհրդարանի դերը երկրի կառավարման գործում, մյուս կողմից էլ կա հայրենիքի զարգացմանը Սփյուռքի ներգրավվածությունը ակտիվացնելու հորդորը, այդ գաղափարը կրկին շրջանառվում է։ Գիտեմ, էսի վիճահարույց հարց է, բայց պետք է որ Սփյուռքի հայության քվեի իրավունք տրվի, որ լիիրավ մասնակից սկանեզենքին Հայաստանի բոլոր հարցերում ներքին եւ արտաքին եւ չմնան որպես հանդիսադես դրսից։ Հայաստանի ապագայի նկատմամբ սրտացավ եւ այդ ապագայի կառուցմանը մասնակցել ցանկացող սփյուռքահայերին ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը հրապարակախոսը ողջունում է եւ սկեպտիկներին հորդորում ժամանակ տալ մարդուն, որը ցանկանում է փոխել այն, ինչից դժգոհ են բոլորը։ Սասունյանն ինքը դրական տպավորություն ունի վարչապետի հետ հանդիպումից։ Վարչապետը որքան լուրջ միանձնավորություն է եւ ինքը դագից է իր բարձր բարձրանալության եւ ինքը իսկապես ուզում է ինչ որ բան փոխել Հայաստանի մեջ։ Հուսամ որ վարչապետը կարողանա իրակորձել այն ինչ որ ինքը ուզում է անել, որտեղ ինքը իսկապես անգելզորեն փորձում է երկիրը բարելավել։ Հարկավոր է ժամանակ տալ, հետո միայն գնահատել կամ քննադատել, ասում է հրապարակախոսը։ Հարութ Սասունյանը իբրև Լինսի հիմնադրամի փոխատնապետ նշեց, որ երբեմնի ֆոնդից Հայաստան գումար բերելու խոստումները մակերեսային հայտարարություն են, քանի որ իրականում 2 միլիարդ դոլար Քրքորյանը հատկացրել է ոչ թե Հայաստանին երբևէ փոխանցելու համար, այլ բարեգործությանը, ինչը ենթադրում է, որ հավանական է այդ գումարի որոշ մասը տրամադրվի Հայաստանին որոշակի ծրագրերի իրականացման համար, սակայն այդ որոշումները կայացնում է մեծ բարերարի հետ երկար տարիներ աշխատած վստահելի մարդկանցից բաղկացած հանձնախումբը։ Այդպես չէ որ ովը մեկը Դիլինա Օսկանյան թե ես ովը ուրիշը ովը մեկը իրավունք ունի հայտարարել որ ես կարող եմ միլիարդներ բերել Հայաստան։ Պետք է լուրջ ծրագիր ներկայացվի եւ այդ ծրագրերը որ ուսումնասիրվին եւ այս հանձնախումբը իրենք համացանք գտնվեն, այնադեն կարող է որոշ գումար մեր ծրագրի համար հատկացնել, բայց թե ամբողջ Քրքորյանի գդակը նույնիսկ գդակից ավելի է 3 միլիարդը հատկացվի Հայաստանին, դա անիրադես է։ Հայաստանի կյանքին մասնակից դառնալու մտահոգությունից բացի Սփյուռքն այլ խնդիրներ էլ ունի։ Ամերիկահայերի համար դա առաջին հերթին նոր վարչակազմի հետ կապեր հաստատելն է, հայ-ամերիկյան հարաբերությունը Միացյալ Նահանգների նոր իրողությունների պայմաններում կառուցելու համար։ Այնպես որ առաջիկա 1 տարին որոշիչ ժամանակահատված է նաև այդ առումով։ Լիլիթ Ցեթրակյան, Գարեգին Վարդանյան, Օրակարգ, Միացյալ Նահանգներ։